Կրում դատարանընդհատ վիճակում այս գերության մասին, բայց եկեք ես գերությունը նաև ունենք մի կողմ։ Ոստիկանության աշխատակիցը հաղորդում է տալիս հասցեագրելով քննչական կոմիտեին։ Քննիչը քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման լավ նախաձեռնելու արձանագրության մեջ նշում է, որ համապատասխան վարչությունում ստացված ոստիկանի հաղորդումը գնահատելով եկել է այս եզրահանգման։ Հիմա այստեղ ուղեկցական գծությամբ կգա, մեյլով կգա, ասեք պաշտպանի ոտքով կբերի, սա իրավական առումով բարի նախաձեռնման հետ կապված, ինչ հետևանք կարող է ունենալ, եթե հասցեագրը հստակ է, ստացողը սպասել է վարչությունից, հետևաբար վարչությունում է համապատասխան գրասենյակից, ոչ թե ուղղակի աշխատասենյակում սեղանի վրայից է։ Տեսեք վիճակումը նաև են հանգամանքում, որ դատարանը ուղեկցական գերությունը հաղորդման հետ նույն համատեքստում, որպես քանի որ ուղեկցական գերություն վարչության պետի կողմից ստորագրվում, այսինքն մարմինը, օպերատիվ հետախուզական մարմնի ներկայացությունը հենց այդ գերությունով հիմնավորվում։ Այսինքն մեր համակցության մեջ է։ Որ ասում եք ինչ իրականություն կարող ունենալ, դրա հետ կապված են ասում։ Հասկանալի է պաշտպանական կողմի դիրքորոշումը, բայց մեր կարծիքով ստեղծվեց գերությունը առնվազն 100 նախաձեռնման իրավաչափության հետ կապված իրավական նշանակություն ունենալ չունենալու մասին է խոսքից։ Այս գերությունը օբյեկտիվ իրականության մեջ վերջո գոյություն ունի։ Դա քննիչին դեռևս չհասած գերություն է։ Հնարավոր է այս գերությունը հանած լինի, ասենք նյութերի վրայից գրասենյակի աշխատակիցը։ Ինչ քննիչը երբ որ հաղորդում ստանա պետք է գերի այ քանի որ ուղեկցական գերությունը բացակայում է, դրա համար պետք է բարում չնախաձեռնվի։ Արդյոք սա ճիշտ է դերությունը, երբ նոխում է վերաբերելու տակավորներից։ Հարց իհարկե հրաժարական է դատարանի չեղված, բայց կարծում եմ մեր պատասխանը կարող է։ Շատ Գործավարության կանոններով ասացիք կարգը այդպես է։ Չասացիք ասացիք ուղղակի պաշտպանատարած է գործավարություն տվել կանոնական տեսականություն նստած կարգը, որ անվայրում պետք է խմբի եւ ինստիտուցիոնը դեպի կարող է որ ասենք բանկին կանացնող իրականության քննչական բաժնեպետ այդ նույն դեպքում դրան դրած ուղղակի։ Այսինքն հայեցողական է ստեղծան էլի։ Մի դեպքում կարող են ուղարկել, մի դեպքում հանել դնել կողքի, իրանց տեխնիկական հարցը լավ է խնդիրը, որ պաշտպանական կողմը դեռևս առաջացանում բարձրացրեց, հա, արդյոք քննչական կոմիտեում, հա, հետագայում այլ քրեական գործերով, հա, Ես որ հարցը կապվում որ դանի չզանգացնում, չեմ նկատել, նկատում եմ ու շատ տհաճ է իրավիճակը։ ով է կոմիտեը։ Բանացիան դատարան չի նկատեցել, բայց ամեն դեպքում Դավիթում դրություն, որ հաճելի չի պրոցեսը, չի կարող իր էմոցիաները պահել, կարող է դուրս գալ դատականից Դավիթից, պարզ է։ Արդյոք գործերով, հա, նմանատիպ, հա, խնդիրների ձեռք մնալու համար, հետագա այլ գործերում նման խնդիր չունենալու համար, հա, անպատասխան միջոցներ ձեռնարկել են։ Պատմական դատարանի գործընկերը քիչ առաջ հենց այդ հարցի պատասխանը կարծում տվեց